Ժողովուրդ ջան, ասենք փառք Տիրոջը, Աստված օրհնի բոլորիդ, որպեսզի մենք իրոք կարողանանք ավելի ճանաչենք ու հասկանանք, թե Աստված այսօր ինչ է մեզնից ուզում, որտեվ իրոք երբեմն մենք չենք էլ պատկերացնում, ժողովուրդ ջան։ Այս վերջերս երևի ոմանք իմացան, ոմանք չիմացան, էդիկ աղբոր հետ որ գնացել էինք հիվանդանոց, պետք է սիրտը զոնդավորեին, վերջը տենց մի ժամ տևեց, այդ ընթացքում աղոթք էի անում, Տերը այցելում էր, աշկերս տենց թրջվում էր, ասում էի հիմա այս բուժ քույրերը չասեն, երևի վախենում ա լացվում ա դրա համար։ Ուղղակի Տերն էր այցելել, այդ Տիրոջ ներկայությունը անեց զգում էի։ Հետո այդ բանը որ վերջացավ, բժիշկը ասեց 2 հատ ստենտ ենք դրել, ասեց եթե 2 օր ուշ գայիր, հնարավոր է որ ինֆարկտ խփեր քեզ ու մահանայիր։ Ես ճիշտն ասած ոչ թե վախեցա, ասի, վայ, ես ինչ էր իմ հետ կատարվելու բան։ Ես սկսեցի մտածել, ժողովուրդ ջան, երբեմն Աստված մեր այս հավատքի ընթացքի մեջ կանգառներ է տալիս, որ այդ կանգառի մեջ մենք հասկանանք, թե Աստծո ողորմությունը ինչքան մեծ է, որպեսզի մենք տեսնենք, ժողովուրդ ջան, որ ինքը մեր փրկությունն է ուզում։ Մենք երբեմն գիտեք ինչ, ամեն ինչ մեր համար կարծես թե սովորական է դառնում։ Եկա պաշտամունքի, աղոթք արեցի, երգեցի, ինչ լավ երգեր, այցելվա, չէ, ու կարծես թե նորից գնում եմ իմ կյանքով ապրում եմ։ Հետաքրքիր բան էր ասում էդիկ աղբերը, չէ, ժողովուրդ ջան։ Մենք երբեմն Աստծուն գալիս ենք մեր ցուցակով, մեր ցանկությունների ցուցակով ենք գալիս։ Էդիկ աղբերը որ խոսում էր, հիշեցի մի քույրիկ, որ հասկանում է, որ իրան համբերություն է պետք, ծնկի է գալիս տանը, աղոթք անում ու խնդրում է Հիսուս ջան, ինձ համբերություն տուր, բայց հենց հիմա տուր։ Հիմա այդ համբերության համար իրոք ճանապարհ է պետք անցնել, ժողովուրդ ջան։ Ես մի հատ խոսք եմ ուզում կարդամ, շատ հետաքրքիր խոսք է, հələ փորձենք ուշադրություն դարձնենք Երկրորդ Թագավորաց գրքի մեջ է 14 խոսքը, քանզի մենք անշուշտ պիտի մեռնենք ու գետինը թափված ջուրի կնմանենք, որ մեյմնալ մեկտեղ չի հավաքվիր, Աստված մարդումը հոգին չառներ, հապա միջոցներ կհնարե, որպեսի աքսորվածը իր մե աքսորված չմնա։ Շատ հետաքրքիր խոսք է, Երկրորդ Թագավորաց 14 գլուխ 14 խոսքը։ Ես ուզում եմ նորից կարդամ։ Այս խոսքը որ կարդում ես, նորից միտք ես առնում, հասկանում ես, էլի ժողովուրդ ջան, թե Աստված ինչ մեծ ողորմություն է արել։ Հետաքրքիր է, ջուրը որ թափես գետնին չես կարող հավաքես։ Եվ այնպես խոսքերով, օրինակներով Աստված մեր հետ խոսում, որ մեր միտքը արթնացնում է, որ մենք սկսենք տեսնել, հասկանալ, ժողովուրդ ջան, որ այս կյանքը երբեմն մեզ թվում է, չէ, կարող է երիտասարդը մտածել է, երիտասարդ է, մտածի իր գործերի մասին, մտածի իր ապագայի մասին, թե ինչ ծրագրեր ունի, ինչ նպատակներ ունի, ու Աստծուն էլ բերի այդ ամեն ինչը խնդրելով, որ Տեր էդի իրականացրա իմ կյանքում։ Բայց Աստված մի ուրիշ ծրագիր ունի մեր նկատմամբ, ժողովուրդ ջան։ Եվ Աստված ուզում է, որ մենք միտք առնենք, ես ուզում եմ նորից կարդալ, քանզի մենք անշուշտ պիտի մեռնենք ու գետինը թափված ջուրի կնմանենք, որ մեյմնալ մեկտեղ չի հավաքվիր, Աստված մարդումը հոգին չի առներ, հապա միջոցներ կհնարե, որպեսի աքսորվածը իր մե աքսորված չմնա, այսինքն իրանից հեռացած չմնա, այլ Աստված ուզում է, ժողովուրդ ջան, որ մեզ իրեն մոտեցնի։ Սա շատ կարևոր բան է, որ մենք միտք առնենք ու հասկանանք։
Աստված օգնական լինի ժողովուրդ ջան, որպեսզի մենք իրոք տեսնենք, որ այս կյանքը միևնույն է իշկանել մենք երկար ապրենք, միևնույն է դա ժամանակավոր է։ Դրա համար կարողանանք մենք այն ամենակարևորը մեր կյանքում տեղի ունենա, ժողովուրդ ջան։ Ամենակարևորը տեղի ունենա։ Ես առավոտյան կարդում էի Ղուկաս ավետարանի 13 գլխից, ուրեմն հետաքրքիր խոսք կա գրված, որտեղ Տեր Հիսուսին մոտեցան կներեք 13:22-ը Հիսուս քաղաքները ու գյուղերը պտտելով կսորվեցներ, երբ դեպի Երուսաղեմ ճամփա ելավ, մեկը ըսավ անոր. Տեր, քիչվոր են անոնք, որ պիտի փրկվին։ Անիկա լսավ անոնց. Ջանքր է, որ նեղ դռնեն մտնեք, քանզի կսեմ ձեզի, թե շատերը մտնել պիտի ուզեն եւ պիտի չկրնան։ Անիկա հետո երբ տանտերը ելնե ու դուռը գոցե եւ դուք դուրսը մնաք ու սկսեք դուռը զարնել եւ ասել. Տեր, Տեր, բաց մեզի, անալ պատասխան տալով պիտի ասե ձեզի, ձեզ չեմ ճանչնա, ուրկե եք։ Այն ատեն պիտի սկսիկ ասել, մենք քո առջևդ կերանք ու խմեցինք եւ դու մեր փողոցներուն մեջ սորվեցուցիր, բայց անիկա պիտի ասե, ձեզի կսեմ ձեզի, չեմ ճանչնար, ուրկե եք, մեկդի կեցեք ինձ մե բոլոր անիրավություն գործողներդ։ Եվ ասում է հոն պիտի լալ ու ակրաներ կրճտել, երբ տեսնեք Աբրահամը, Իսահակը, Հակոբը ու բոլոր մարգարեները Աստծո թագավորության մեջ ու դուք դուրսը մնացած, այնտեղ պիտի գան արևելքեն, արևմուտքեն եւ հյուսիսեն ու հարավեն պիտի բազմին Աստծո թագավորության մեջ եւ պիտի գտնվին յետիներ, որոնք առաջիներ պիտի լան ու առաջիներ, որոնք յետիներ պիտի ըլլան։ Հետաքրքիր է, ժողովուրդ ջան, ես կարդում էի, մտածում էի, ասում եմ, հետաքրքիր է, չէ, այս մարդիկ պետք է պատասխան տան, ինչ էին ասում։ Ասում են, Տեր, բաց մեզի, չէ։ Ասում այն ատեն պիտի սկսիկ ասել, մենք քո առջևդ կերանք, խմեցինք եւ դուն մեր փողոցներում մեջ սորվեցուցիր, բայց անիկա պիտի ասե, ձեզ կսեմ, ձեզ չեմ ճանչնար, ուրկե եք, մեկդի կեցեք ինձ մե բոլոր անիրավություն գործողներ։ Ժողովուրդ ջան, այսօր շատ կարևոր է, Աստված մեզ ուզում է այդ անիրավությունից ազատի, որտեվ մենք մարդիկս բոլորս ունենք այդպեսի տեսակ բնություն, որ ընդունակ է այդ անիրավություն գործելը։ Եվ դա է պատճառ, որ Տերը ցույց է տալիս, որ ես քեզ չեմ ճանաչում։ Մենք երբեմն հպարտանում ենք, չէ, որ մենք հայ ենք, մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, ոնց եք մտածում, երբ որ դուռը փակվի ու դրան հետևից ձեն տան, ասեն, հայերը ձեն տան, ասեն, Տեր, մենք առաջինը ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն, երրորդ դարում, ոնց եք կարծում, էդի փրկության միջոց կելնի այդ ասողներին։ Շատ քրիստոնյաներ այսօր իրանք մտածում են, որ ինչ որ մի բաներ պետք է անեն ու դա իրանց դառնում է կարծես թե ապահովություն, բայց իրանք չեն գալիս այն ճշմարիտ լույսին, որպեսզի իրենց ներսում տեսնեն, որ ունեն ամեն տեսակ անիրավությունը եւ իրանք ամեն ժամանակ ընդունակ են այդ անիրավությամբ ապրելու, բայց Աստված, ինչպես կարդացի թագավորած գրքի մեջ, Աստված հնարքներ է մտածում, որպեսզի դու չմնաս աքսորված Իրանից, ժողովուրդ ջան։ Իրանից հեռացած չմնաս, ժողովուրդ ջան։ Դրա համար իշքան կարևոր է, որ մենք իրոք միտք առնենք ու հասկանանք,
թե Աստված իշքան է մարդուն սիրում, եւ մենք գնահատենք դա, եւ մեր սիրտը վստահենք Տիրոջը։ Ժողովուրդ ջան, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։